անչափ օրհնված եմ ստեղ ձեր հետ միասին ստեղ գտնվելու գիտեք ամեն անգամ Տերը մի հատ սյուրպրիզ է անում ինձի չգիտեմ խի բայց այտենց է որոշել որ պետք է լինի այսօր ցուցակով ես չէի ծառայելու Գագո աղբերն էր ծառայելու երկու օր առաջ Գագոն ասում աղբերս հեչ հարմար չի կլինի դու գնաս երկու շաբաթ հետո ես պետք է գայի ամսի 27-ին ասում է ես քո տեղը կգնամ ասի պրոբլեմ չկա աղբերս մտածում Տեր ես երկու օր ժամանակ ունեմ մի օր մի քանի ժամ ոնց պետք է լինի այս ամեն ինչը հետո Տերը ասեց եթե դու ես որոշել դու պետք է անես ուրեմն կարող է չստացվի բայց եթե ես եմ անելու ամեն բան կստացվի գիտեք ես իմ էությամբ ոչ մի բան չեմ կարա ստեղ տամ ոչ մի բան չեմ կարա անեմ իրոք ինչքան էլ փորձեմ ինչքան էլ համարձակություն փորձեմ հավաքեմ չեմ կարա այն անեմ ինչ որ պետք է անել բայց Տերը կարա ու Տիրոջ կամքն է այսօր իրոք Փառք Հիսուսին որ ստեղ գտնվենք իրար հետ միաբան այսօր ինչ խոսալու եմ իրոք ես որ պատրաստվում էի մի քանի ժամ ժամանակ ունեի որ պատրաստվում էի մտածում եմ Տեր այս սաղ իմ մասին է այսօր ես ինչ խոսալու եմ իմ մասին է ես եմ սովորելու սրանից դուք էլ հետս միասին ում սրտին Տերը կդնի ոնց կխոսա իր սրտի հետ ձեր սրտի հետ ընդունեք վերցրեք որովհետև Տիրոջ հոգին մեր մեջ է մեր հետ է ես օրհնված եմ իրոք ձեզանով իմ հարազատներ ջան Սևակ աղբերս ոնց որ ասիր աղբերս մենք շատ կարճ ենք իրար հետ մի շփվել բայց հոգով ընենց բանա ոնց որ 100 տարի գիտենք դա հոգու հենց այդ կապն է Փառք Հիսուսին մնացած նույն քույր եղբայրների հետ ցես մի հատ յուրահատուկ օրհնություն է որ գալիս եմ ստեղ միշտ սենց օրհնված Փառք Տիրոջը ու Տերն է ամեն ինչ կազմակերպում թե փառաբանության այս խոսքերը այս բացման խոսքերը ամեն ինչը սա իրար հետ սենց լրացնում է խոսնել հենց շատ բաներ դրա մասին է ու մի քանի շաբաթ առաջ աղբերս Էդոն էր ստեղ ծառայում ինքը խոսում էր ես տեսա հենց հոգու շնչի մարմնի մասին որը որ շատ կարևոր բան է քրիստոնեայի կյանքում որ դու հասկանաս դու ով ես Քրիստոսի մեջ ու չգիտեմ խի այս վերջի ժամանակները Տերը մեզ միշտ տանում է դրա մեջ տանում է ավելի խորքերը ուզում է հասկանանք մենք ով ենք Քրիստոսի մեջ ով է Քրիստոսը մեր մեջ մեր իշխանությունը ինչքան զորավոր է ստեղ աշխարհի վրա Քրիստոսով իսկ մենք քրիստոնյաներս շատ տկար ու քնած ենք կներեք որ սենց եմ ասում գիտեք մի քանի շաբաթ առաջ մենք ապրում ենք մի քաղաքում Հոլանդիայում Դենախում չգիտեմ ով գիտի ով չգիտի մեծ քաղաք է թագավորական քաղաքն է պարլամենտն է էսա այն ամեն ինչ ու լիքը մուսուլմաններ են մի քանի շաբաթ առաջ դրան իրանց ռամադանն էր եսի ինչ էր այն բանի արդեն հասել կան մսկիթներ մեր մոտ որ այդ մսկիթների դեմը եկել էին միլիցեքը փակել էին երկաթներով որ ներս էլ տեղ ու դադար չկար իրանք փողոցում իրանց խալիները փռել էին ու ծնկել էին իրանց աղոթքն էին անում ես նայում եմ ասում Տեր Աստված օրը 5 անգամ իրանց համար կապ չունի որտեղ են ով է նայում ինչ է անում մենք ամաչում ենք Հիսուսից խոսանք ամաչում ենք Հիսուս անունը տանք իսկ իրանք մեռած հավատքի են հավատում խավարի թագավորությանն են հավատում ու մի հատ էլ ուզում են համոզեն ու շատերին համոզում տանում են մահմեդականություն որ ընդեղ է իսկական սերը ծիծաղալի է բայց Տերը մեր հավատարիմ է ու զորավոր է ավելի որ երգում ենք ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով ամեն բան ու չգիտես խի ես վերջերս իմ կլենտներից հա գալիս են ու մուսուլման են գալիս են ապաշխարում են քրիստոնյա են դառնում ու նենց հրաշքներ է Տերը գործում այն օրը մի հատ կին է եկել ասում է ես հավատում եմ ամենաբարձրյալին ասում ով է ամենաբարձրյալը Ալլահը
ասում եմ Հիսուսին ճանաչում ես, ասում է դե ոնց ուզում ես ասա, քրիստոնյաները ասում են Հիսուս, մյուսը ասում է Բուդդա, մեկը Կրիշնա, մեկը ես իմ ինչ, ես էլ ասում եմ Ալլահ, դու ասա Քրիստոս, ասում ոչ, տարբերություն կա, մեծ տարբերություն կա, իմ Աստվածը, իմ Քրիստոսը կենդանի է, ապրում է, քո ասած ասվածները չեն ապրում, կենդանի չեն, ու ինքը լուրջ հիվանդությունների մեջ էր, լուրջ, ինքը տարել էր 35 հատ օպերացիա, օրը 66 կոճակ դեղ էր խմում, ասեցի բա ուր է քո Ալլահը, եթե Աստված սիրողը, Աստված բժշկողը, Աստված ազատագրողը ուր է, ասում է դե մի օր կգա ժամանակը կփառավորվենք, այդ հանգ կտեսնենք այդ ամեն ինչ, ասում ոչ, դու կարաս ստեղ է լինես, օրհնված, փառավորված, ստեղից է սկսում ամեն ինչը, ասում է չգիտեմ, ասի ես գիտեմ, Քրիստոսը կարա անի էդի, ասես դե որը տենց է, աղոթի իմ համար, ասի արի աղոթեմ, սկսեցի աղոթել, ասեց շատ բաներ գնացին, ասի լե հելի կանգնի, հելով սենց կանգնավ ուղիղ, ասում ես վերջի քանի տարի ես սենց էի կայնում, ասում հանգիստ կայնի, ձեռնափայտը դուրստեղ ասում եմ, քայլի հանգիստ, Հիսուսի անունից, ու քայլեց, ու են ճնշումները, որ իրա վրա էր, ասում է դոշը սխմվում է, ես շատ վատ եմ, աչքերից դեմը խավարել է, սաղ գնաց, բացվեց, ասի որտեղ որ դու Ալլահից կխոսաս, այս գործերից Քրիստոսից կխոսաս, որտև Քրիստոսն է, կենդանի Աստված ու ինքը գործում է, միջև հիմա, ու ինքը զարմացավ, ասեց, այս ինչ հավատք է, այս ինչ բան է, մենք գործի տեղը սենց բայբլները առը շարել ենք, ասում եմ բայբլն ես, ասում եմ չես, մուսուլման եմ, ինչ բայբլ, ասում եմ, ասի դե լավ, եթե կուզես, ասում եմ, բեր, անպայման ուզում եմ, ասում եմ, տվեցի, ասես կտանեմ սաղ կկարդամ, ասի երբ որ դու կարդաս, մենակ նոր կտակարանն է, ասի երբ որ կարդաս դու Հիսուսին կհանդիպես անպայման, մի խոսքով ժողովուրդ ջան, այսօր յուրահատուկ օր է, ճամփին գալուց նես խորհում էի, որ ծաղկազարդի օրն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը էշի վրա նստած, եկավ Երուսաղեմ, ու սաղ ժողովուրդը երգում էին Օվսաննա, իրան շորերն էին փռում, այդ տերևները, ամեն ինչը, բայց իրանք ամեն ինչը ուրիշ ձև էին տենում, տեսնում էին, որ մեր Տերը գալու է, ինքը լինելու է Երուսաղեմում նոր թագավոր, իրանք այդ ռոմեացիքից վերջապես կազատվեն, էսկոմ ենկոմ, բայց Հիսուսը լրիվ ուրիշ նպատակներ ուներ, լրիվ ուրիշ, ու այսօր ես մի խոսքով եմ եկել, մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսք ունի ձեր համար, իմ համար, վերնագիրը դրել եմ այսօրվա խոսքիս, ընդունել քո դիրքը Հիսուս Քրիստոսի մեջ, ով ես դու Հիսուս Քրիստոսի մեջ, ու ինքը ինչ է արել, մեր համար, մեր բոլորիս համար, եկեք Աստվածաշնչից բացենք տեղեր, որովհետև երբ որ կարդում ենք խոսքը, էսի մեզի ապացույց է, կենդանի խոսք է, ու մենք ընդունելով այս ամենը կյանք ենք ստանում, ու սկսում է շատ բաներ փոխվել մեր մեջ, ոնց որ Էդո աղբերս էր ասում, սաղ Աստվածաշունչը առաքյալները, որ հասկացել էին այս ամեն գաղտնիքը, խոսում էին մտքի փոփոխությունից, ոնց է գալի մտքի փոփոխությունը, կարդանք խոսքը, ու մեզ տենանք դրա մեջ, որ մեր մասին է ասում, ոչ թե կարդանք պրոստը, որ գրած է, ու ասենք Աստված սենց բան է ասում, մենք ասենք ու անցնենք, ոչ, վերցնենք և ուտենք էդի, որ մեզի օգուտ է, այդ վիտամինները տեղ հասնի, ամեն ինչ սկսեց ծննդոցից, հենց ընես չի, ծերը ծննդոցով է սկսել, ու ես ոնց վռում եմ, ինչ կարդում եմ, ոնց անում եմ, մնում եմ ծննդոցի մեջ, էդի մեր սկիզբնա, մեր մարդկության, ստեղծման, ամեն ինչի, երբ որ մենք ծննդոցը սկսում ենք հասկանալ, արդեն հասկանում ենք Աստված ինչ իմաստով ամեն ինչ արել, հետո Հիսուսը խի եկավ, ինչ արեց, եկեք բացենք միասին ծննդոց 1, 26-րդ գլուխը,
Ես մի քիչ sense դանդաղ կասեմ, համել ես սիրում եմ դանդաղ ասեմ կարդամ, որ համ ինձի հասկանալի լինի, համ էլ ձեզի։ Ծննդոց 1:26 Եվ Աստված ասաց. մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ Մեր Տերը ստեղծել է իր պատկերով մեզի, ժողովուրդ ջան, ու տվել է իշխանություն, ոնց որ ստեղ կարդացինք։ Դրա համար մարդու մեջ, մարդու էության մեջ կա այդ իշխան լինելը, իշխանություն ունենալը։ Դրա համար իշխանները այսօր կռվում են, մարդիկ ամեն մեկը դիրքի կռիվ անում, իշխանություն են ուզում։ Բայց դե որ ուշադիր կարդում ենք, մենք չենք տենում, որ ասեց մեկը մյուսի վրա իշխանություն կունենակ։ Ասեց սա աշխարհը իր լիությունը, իր ձկներով, ջրերով, թռչուններով, ամեն ինչով իշխանություն ունեք վրեքը, բայց ոչ թե մարդու վրա։ Երբ որ մենք սկսում ենք իշխանություն ունենալ մարդու վրա, դա արդեն հակառակ են գնում Տիրոջ խոսքին։ Մարդու հանդեպ մենք մենակ պետքա ծառայենք մեկս մյուսին, որովհետև այդ մարդու մեջ էլ դրված է աստվածային էությունը, նույն Աստվածը, որ ասեց մեր նմանությամբ, մեր պատկերով ստեղծենք մարդ։ Դրա համար Տերը թույլ չի տալիս, չի ուզում, որ մենք իշխանություն ունենանք իրար վրա, ասում է ծառայեք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ եկավ, այս ամեն ինչ ինչ գրված է, եկավ գրվածի համար, որ կատարի։ Ու ինքը խոնարհվեց, վերցրեց մարդկային մարմինը ու սկսեց ծառայել։ Միջև վերջ ծառայեց։ Այն օրը կարդում եմ, արդեն հարություն առել, արդեն փառավորված մարմինով եկել է, կանել է գետի ափին, ծովի ափին, ասում է տղեկ ձուկ բռնել եք, ասում են չէ, ասում է գցեք ես մի կողմը կբռնեք, միջև գալիս են ափ, հասկանում են ով է ինչա, տեսնում են էլի հացա սարքել, ասում է եկեք ձեզ կերակրեմ, եկել եմ ծառայելու ձեզի։ Որքան առավել մենք պետքա նույնը անենք, ժողովուրդ ջան։ Հենց մենք մի քիչ սկսում ենք նահանջել, այսինքն այս աշխարհի բաների մեջ ենք ընկնում, տեսանելի իշխանավորների, եսիմինչերի, սկսում ենք լրիվ հակառակ ձևի գործել։ Բայց այսօր ուղերձ ունի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ ճանաչենք մեր էությունը իր մեջ։ Եկեք բացենք միասին էլի նորից Սաղմոս 115-ը։ Սաղմոս 115 13-ից 18 կարդանք։ Նա կորտնի Տիրոջից վախեցողներին, փոքրերին, մեծերի հետ։ Տերը կշատացնի օրհնությունը ձեր վրա, ձեզ վրա եւ ձեր որդիների վրա։ Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց, Երկինքների երկինքը Տիրոջինն է։ Եվ նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։ Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները, այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան, հալելույա։ Ստեղից հասկանում ենք, որ իրոք Տերը ստեղծեց երկիրը ու մեզ տվեց դա, տվեց Ադամին, ասեց գնա, շատացեք, բազմացեք, իշխեք, ամեն ինչ արեք, ձեզ է տված։ Այսօրվա դրությամբ ինչի է մեզ, ինչ ենք կարծում, ինչի Տերը առանց մարդու համագործակցության ոչ ման չի անում ստեղ։
որտեվ ինքը իր խոսքի տերն է։ Ինքը ասում է ես տվել եմ իշխանությունը մարդուն, ու ես էլ չեմ կարող խառնվեմ, որովհետև դա տվել եմ մարդուն։ Իսկ սատանեն ինչ արեց, այդքանը իմանալով եկավ մարդու ձեռից վերցրեց, խաբելով, Ադամի ձեռից վերցրեց։ Երկրորդ Ադամը երբ որ եկավ, իր գլուխը ճզմեց, այդ նույն իշխանությունը վերցրեց, հիմա մենք եթե Քրիստոսին ունենք մեր մեջ, ուրեմն ունենք նույն այդ իշխանությունը, որը որ սկզբից Տերը ստեղծել էր ու տվել էր, ու այսօր ասում է, «Էլ եկեք ձեր դիրքին կայնեք, եկեք ձեր պոստին կանգնեք, եկեք ձեր գործերն արեք, Ադամ, արի քո գործերն արա, բայց երկրորդ Ադամով, Հիսուս Քրիստոսով»։ Ու Տերը ուզում է, որ մենք այդ մեր էությունը ճանաչենք, մեր իշխանությունը վերցնենք, ժամանակն է գործելու, ժողովուրդ ջան։ Շատ կարանք խոսանք, սերտենք, խոսանք, քննարկենք, բայց ինչ ենք անում։ Գործի դնում ենք այս ամենը։ Ասում հավատքը առանց գործերի մեռած է։ Եթե ես սաղին պատում Հիսուս կա, բժշկում է, ազատում է, ամեն ինչ անում է, ու այս մուսուլման կինը գա, ասեմ, հա, ասես բաներ կա ու ոչ իշխանությունով չաղոթեմ, չքշեմ դևերին, չբժշկեմ մարդկանց, ասես կգնաք, կբժշկեք, կքշեք, իմ անունից։ Ես ձեր մեջ եմ։ Իսկ քրիստոնյաները պաղկված են, որոնցից մեկը ես եմ եղել։ Նոր ես հասկանում եմ Տերը ինչ է, ուր է տանում։ Գեդեոնի պատմությունը ով գիտի։ Գեդեոնի պատմությունը շատ հրաշալի, ով որ չգիտի, կարդացեք։ Գեդեոնի պես վախեցած մի օր սենց ցորեն էի հավաքում, որ տանեի թաքուն հաց սարքեի ուտեի ու իմ համար միջև մի բան կլինի։ Աստված գալիս ասում է. ես գործ ունեմ քո հետ անելու։ Ով ես։ Ես ոչ նորմալ խոսալ գիտեմ, ոչ այդ կարգի կրթություն ունեմ, ոչ մի բան։ Ոնց է լինելու։ Ասում է քո գործը չի։ Գեդեոնին ոնց ասեց, հավաքի մարդկանց գնում ենք։ Վերջում ինչ արեց։ Սաղին կրճատեց, թողեց 300 հոգի։ Վերջում էլ ինքը սկսեց պատերազմել Տերը, ցույց տվեց, որ քո այդ 300 հոգու հետ միասին դու նայ, ես եմ պատերազմողը։ Նույն պատերազմողը այսօր Տերն է։ Ու մենք մասնակից ենք իր հետ։ Այդ գործերին, այդ իշխանությունը տվել է մեզ Հիսուսը։ Ասում է ինչը որ կապեք կապված կլինի, ինչը որ քանդեք քանդված կլինի։ Տերը որ եկան ասեցին, գիտեք, որ ասին Տեր, ոնց աղոթենք, Հիսուսին ոնց աղոթենք, ոնց աղոթք անենք։ Մեզի տերունական աղոթքը տվեց, չէ՞։ Նոր ինձի ավելի խորը բացվում է, երբ որ ես անցնում եմ սրա միջով, որ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունդ սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի, այսինքն եթե մենք այս աղոթքը չանենք, Տիրոջ թագավորությունն ու կամքը չի կարա գա։ Հիսուսն ասում էր դուք եք բերողը, դուք եք կանչողը, Տերը տվել է ձեզ այդ իշխանությունը, դուք ձեր միջոցով, առանց մարդու չի գործում։ Եթե մեկին պետք է հասնի Տերը փրկի, մյուսի միջոցով է անում, որովհետև այն մարդու մեջ իշխանություն կա Հիսուսով, Հիսուսը գործում է մյուսի միջոցով։ Հիսուսը եկավ, պետքա մկրտվեր, պետքա այս լիներ, Հովհաննես մկրտիչ էր դրել։ Հովհաննես մկրտիչը պետք է ճանապարհ բացեր իր համար։ Կասեիր Աստծո որդին է։ Եկել է իր համար առավելություն կա, ինքը կանցնի, կմկրտվի, այս կանի ենք, ոչ։ Տերը սկզբից ասել է իշխանություն է տված։ Ես եմ ընտրել, բայց ինքն է ամենը ընտրում։ Այսօրվա օրն էլ ինքն է կազմակերպել։ Ամեն այս խոսքերը, փառաբանությունները, այս ամենը թեմայի մեջ որ կա, այսի որ մենք ուզենանք չենք կարա պլանավորենք միասին, պայմանավորենք չենք կարա, բայց ինքը սաղ աշխարհը ու իր լիությունը Տիրոջինն է ու տվել է մեզ, մարդուն է տվել, նոր կարդացինք, որ երկինքների երկինքը Իրանն է, բայց երկիրը տվել է մարդուն։
ու մարդու հետ հաշվի է նստում։ Եկեք բացենք 2 Կորինթացիքի 4-ի 2 Կորինթացի 4-ի 3-ից 4-ը։ Իսկ եթե մեր ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված, որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի Աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Այսինքն այսօր այս աշխարհի ոնց ասեց իշխանը, որ մտածում ենք իշխանա, ինքը կուրացրել է բոլորի աչքերը, որ չճանաչեն ճշմարտությունը, որտեղ Հիսուսն ասեց. ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ու ինքը ամեն ռեսուրսներ դրել է, ամեն ձևի օգտագործում է, ամեն բան օգտագործում է, որ մենք մեր էությունը չճանաչենք Քրիստոսի մեջ։ Բայց ունենք մի հատ զորավոր Տեր, որը բնակվում է իր Սուրբ Հոգով մեր մեջ, որ դժոխքը սարսափում է մեզանից։ Ու այսօրվա դրությամբ Սևակ աղբերը շատ լավ ասեց, իմ սրտից խոսած։ Ստեղը ցավում է, սաղ ուշկու միտքդ, Էդոմ որ ասում էր, միտքդ, կենտրոնացրել ես ցավի վրա։ Ախր որ Քրիստոսի վրա կենտրոնացնես, Քրիստոսն ասում է, այս ցավը ես վերցրել եմ քո վրայից։ Ու որ հրճակես ու դավանես ու մնաս այդ խոսքի մեջ ասես, ես չեմ կարա այս ցավը ունենամ, որովհետև Հիսուս Քրիստոսը իր վերքերի զորությամբ ես բժշկված եմ։ Էդի մեր միտքը պետք է հասկանա, որ այս մարմինը սկսի արդեն զգալ էդի։ Մեր մտքով պետք է պրոգրամատանք մեր մարմնին, որ ժամանակներն անցել են, որովհետև հիվանդությունը, աղքատությունը, չքավորությունը, էդի սաղ անեցք է, որը որ Տիրոջ պակասությունն է մեր կյանքում։ Բայց մենք ունենք Քրիստոս, մենք օրհնված ենք, մենք փրկված ենք, մենք առողջ պետք է լինենք։ Մենք իրավունք չունենք ուրիշ ձև լինելու, բայց մենք չենք ճանաչում էությունը, իրականությունը։ Դրա համար այսօրվա դրությամբ, որ նայում ենք, շատ քրիստոնյաներ իրոք տառապում են, շատ տառապում են։ Վախերի, դեպրեսիաների, հիվանդությունների, կասկածների, էլ ես օրը բացվեց, բայց երբ որ դու մնում ես Տիրոջ հետ, երբ որ դու իսկական Քրիստոսին վայելում ես, ճանաչում ես, կոդեմ գոյություն, գիտեք ոնց որ մի հատ ատոմային զենք քեզի տան ու դիմացինդ գա, մի հատ քարով վախացնի քեզ։ Ու դու ամեն անգամ պարտվես այդ քարով վախացնողից ու քո զենքերը չօգտագործես։ Դրա համար Տերը ուզում է, որ մենք զարթնենք ու մենք մեր իշխանությունը վերցնենք։ Մենք մեր դիրքերը ընդունենք ու ասենք այսօրվանից վերջ։ Ես վերջ եմ դնում։ Ճզմում եմ քո գլուխը, ոնց որ Տերն ասեց, օծերի կարիճների գլուխը կճզմեք։ Ինչի համար, որովհետև Տերը մեր մեջ է։ Հեսա կտեսնենք ինչի համար, որ ասում է դրեց իր կողքը ու ամեն ինչ պետք է հնազանդեցնի իր ոտքերի տակ։ Իր ոտքերն էլ մեր ոտքերի տակ է, որովհետև ինքը մեր մեջ է։ Մենք պետք է ճզմենք այդ սողուններին ու անցնենք։ Կլինեն փոթորիկներ, Տերն ասեց, ամեն բան կլինի, բայց երբ որ մենք ժայռի վրա ենք, ոչ մի բան չի լինի, կգա մեզ խփի կանցնի կգնա։ Բայց երբ որ ավազի վրա լինենք, հաստատ ասում է
լավ խորը լացուկոց է լինելու։ Ղուկաս 4:1 բացենք։ Հիսուսը Սուրբ Հոգով լցված Հորդանանից վերադարձավ եւ հոգով անապատ առաջնորդվեց։ Սատանայի կողմից 40 օր փորձվեց եւ այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց։ Այս պատմությունը սաղդ գիտեք, որպեսի սաղ չկարդամ, ինչ է լինում։ Սուրբ Հոգին տարավ ամեն փորձությունների մեր Տիրոջը, որ մեր Տերը ամեն բան ինչ որ վնասված էր, ինչ որ կորցված էր, որ ինքը վերականգնի։ Այսօրվա դրությամբ գիտեք խնդրեմը որն է։ Նույն ձևյա սատանեն ինքը գործում։ Ինքը գալի մոտիկանում է, ինչ ասեց։ Եկեք այս մասը կարդամ 3-րդ գլուխը։ Եվ սատանան նրան ասաց. եթե Աստծո որդին ես, այս քարին ասա, որ հաց դառնա։ Եվ Հիսուսը ասաց. գրված է։ Խոսքով էր միշտ խոսում։ Մենք էլ պետք է ասենք. գրված է։ Ես որդի եմ, իշխանությունը ինձ է տրված, ես չեմ կարա սենց լինեմ, գրված է։ Իմ Տերը ասել է, գրել է։ Բայց ինքը ինչ է անում, ինքը մանիպուլյացիա է անում։ Ինքը լսես չէ, երբ որ Հորդանանում մկրտվեց ջրից դուրս եկավ, երկնքից ասում է ձայն եկավ։ Սա իմ սիրելի որդին է։ Եկել ասում է, եթե Աստծո որդին ես։ Հիմա այսօր մեզ եկե ասում է, եթե Աստծո որդին ես, դե հելի կանգնի, ցավեր ունես, կամ պրոբլեմների մեջով ես անցնում, եթե Աստծո որդին ես, բա ուր է։ Չքվի սատանա։ Ես Աստծո որդին եմ ու գրված է, ամբողջ իշխանությունը, հարստությունը, օրհնությունը սաղ տված է ձեզ։ Հավիտենությունը ստեղից է սկսում, ոչ թե պետք է սպասենք, հասնենք այնտեղ։ Այդ ոնց էր պատմություն պատմում էր, նավա նստում մարդը, մտածում է հասնեմ տեղ, հավիտենություն լավ կլինի։ Հավիտենությունը սկսում է ստեղից այն րոպեից, երբ որ դու Հիսուսին ընդունում ես, վերջ, ամեն բան արված է։ Հիսուսը ամեն բան արել է, պրոստը մենք պետք է սկսենք հասկանալ, թե ով ենք մենք, մեր միտքը փոխվի, մեր իշխանությունը վերցնենք ու գնանք առաջ։ Նույնը այստեղ, որ փորձվում է Տերը, տերունական աղոթքի մեջ ասում է, ինչ է ասում, եւ մի փորձիր մեզ, չէ՞։ Երբ որ մենք աղոթում ենք, ասում ենք Տեր, այդ աղոթքը անում ենք ու ասում ենք եւ մի փորձի մեզ, մի տար մեզ փորձության, ապա չարից ազատ է։ Ու միշտ էլ ասում է, եթե մի բան խնդրես ու հավատաս, չկասկածես կլինի։ Եթե մի ես աղոթում եմ, ասում Տեր, ինձ մի տար փորձության, ու խնդրում եմ քեզ ազատի ինձ չարից, ու ես հավատում եմ։ Էլ ոնց կարամ ես ընկնեմ փորձության մեջ։ Որը որ շատ քրիստոնյաներ ասում են, Աստված փորձում է։ Բերել է փորձություն, որ քեզի բան սովորացնի։ Ինքը իր երեխուն չի ուզում ցավացնի, որ բան սովորացնի։ Երեխան չի հասկանում ինքը ով է։ Որտեվ ինքը Աստված ինքը սեր է։ Սիրուց դու չես կարա ուրիշ բան սպասես, քանի թե լավ բան։ Ինքը բժշկող է, ինքը օրհնող է, ինքը սիրող է, ինքը ազատող է, ամեն բան։ Որտեվ ինքը սեր է։ Իր այությունը դա է, ինքը ուրիշ ձև չունի։ Փառք մեր Տիրոջը։ Եկեք բացենք Մատթեոս 21, Մատթեոս 21, 12-ից 16-ը։ Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ վռնդեց տաճարից ճար կանողներին, ավիրեց լումայափոխների սեղանները եւ աղավնավաճառների աթոռները եւ ասաց նրանց. գրված է։ Եկել էր բոլոր գրվածքը
Տերը կատարելու։ Գրված է. Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Իսկ դուք այն ավազակների ворջ եք դարձրել։ Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր եւ նա բժշկեց նրանց։ Այսինքն եկել է Տերը բժշկելու ու այդ իշխանությունը տալու մեզ, այս ամենը իրոք, որ մենք հասկանում ենք, ժողովուրդ ջան, իրոք երեխաները ստեղ, որ շարունակում են, երեխաները սկսում են իրան օրհնել, փառաբանել, ասում են մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր, Սամոսների մեջ է ասում։ Դրա համար ժողովուրդ ջան, մեր Տերը, չգիտեմ, այս բաները, որ սկսում եմ մի քիչ խորը մտածել, սենց չեմ կարում տեղավորեմ ես իմ ուղեղի մեջ, իմ մտքի մեջ, հոգովս ցնծում եմ, որ ինչ է կատարվում, Տերը ինչ է բացում, մենք ով ենք Տիրոջ մեջ։ Իրոք, եկեք բացենք Սամոս 8-ը, Սամոս 8, հենց ամբողջ Սամոսը, 1-ից 9։ Օ Տեր, մեր Տերը ինչ վեհաշուք է, քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր, երեխաների և կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդիր լինողին։ Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, էլ ինչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ։ Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից, բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։ Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքերի գործերի վրա, ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ։ Ստեղ մի պա Հիսուսի մասին է այս ամենը, Դավիթ թագավորը հոգով մարգարեանում, որ դրեց ոտքերի տակ, բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները, երկնքի թռչուններն ու ծովի ձկները, տեսնում եք, այս սաղ ամեն ինչը ծննդոցում Տերը ասել էր, կենդանիների, ձկների, ծովերի, ամեն ինչի, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհով, ով Տեր, մեր Տերը ինչ վեհաշուք է, քո անունն ամբողջ երկրի վրա։ Այսինքն Տերը ստեղ Դավիթ թագավորը հոգով լցված ասում է, որ իրոք այս ամեն ինչ ստեղծել ես մարդու համար է ստեղծել, մի հատ էլ մարդու հետ դու հաշվի ես նստում, ու այդ ամեն ինչը, փրկությունը, ամեն ինչ բերել ես մեր համար, մենք ընդունել ենք այդ ամեն ինչը ու սպասում ենք, որ Հիսուսը գա։ Բայց լիքը գործ կա անելու։ Հիսուսն ասում է, ինչքան գործ կա, ես ես վերջերս այնքան եմ Տերը բանանում, ինչքան տկար մարդ, հիվանդ մարդ, սենց երեխա, տեսնում եմ, չեմ կարում անտարբեր անցնեմ, մոտիկանում եմ, անծանոթ, ասեմ կարամ մի հատ աղոթեմ քո համար, կարամ մի հատ, ինչով կարամ օգնեմ, ինչ որ ֆիզիկապես, ես իմ փողով, ինչով կարամ օգնեմ։ Ու Տերն ուզում է, որ մենք բոլորս այդպես լինենք, որ բոլորը Քրիստոսին տեսնեն մեր մեջ։ Գիտեք, սենց մի հատ արտահայտություն կա, չէ՞, որ չգիտեմ, ես այս ամեն ինչին ուրիշ ձև եմ նայում, միգուցե ես ուրիշ եմ մտածում կամ ուրիշ ձև է բացվում իմ համար, բայց որ հավատացյալներն ասում են ես դուր եմ բացել սատանայի համար, տեղիք եմ տվել թշնամուն,
մի հատ սխալ եմ արել, դրա համար այս բաների մեջով եմ անցնում, այսինքն ուզում են ասեն, սենց սխալվել եմ, դուր եմ բացել, այս որ հիմի տարապում եմ, տանջվում եմ, դրա հետևանքն է։ Գիտեք, մի հատ խորը գաղտնիք ասեմ, որ ինձ է բացվել, որ մենք չենք կարա էլ ինչ որ մի բան անենք, որտեղ մենք մեր կյանքը տվել ենք Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Մենք դաժե հետ էլ չենք կարա որոշենք, դուր բացենք, չբացենք, որտեղ մեր տանտերը Հիսուսն է։ Բանալիները Հիսուսի ձեռքում է, ինքն է դուրը բացելու, փակելու։ Պրոստը մենք մեր մտքի մեջ հին մարդու սովորույթներին համաձայն մենք սայթակում ենք միշտ, մենք 100% չենք։ Մենք ունենք այդ մեղավոր DNA-ն Ադամից եկած, բայց կգա ժամանակ մեր մարմիններն էլ կփառավորվեն։ Բայց քանի դրա մեջ ենք, կա այդ բաները, բայց մենք էլ մեղ չենք գործում, մենք սխալվում ենք, մենք սայթակում ենք, բայց մեր հայրը ասում է, եթե դուք մարդ լինելով բարի գործեր անել գիտեք, որքան առավել ես կանեմ, այսինքն մենք ինչքան սխալվենք, էլի պապան սիրելու ընդունելու է։ Կարևորը մենք հասկանանք ինչ արեցինք, կանք ասենք, կներես Տեր, մենք այդ աստվածավախությունը ունենանք, ասենք ներիր Տեր, ես չհասկացա, իմ մոտ ես վերջեր շուշուտ է կատարում ու հենց տեղում եմ փորձում անեմ, չեմ թողում, որ օրը անցնի վրեմ, ոնց որ Տերն ասում է միջև արեգակի մայր մտնելը չթողես, որ այդ ամեն ինչը կատարվի։ Մի անգամից երեք չառաջ օր երեխուն տալ եմ դպրոց իջացնելու, դպրոցի դեմը անհարմար է, ասես ճանապարհի մեջտեղ կանգնեցի, ինչքան արագ իջնի, կանգնես, իջնի, ես քշում եմ գնամ։ Հետևիցս մի հատ մեքենա է եկել կանգնել ու սիգնալը տալիս ես կանգնել ես ճանապարհի մեջտեղը, սենց մի հատ կին է, սուրինամցի է, ինչա, չգիտեմ։ Ու սիգնալ է տալի, հին սովորությանս համաձայն մի հատ էլ ես սիգնալ տվեցի։ Ու սենց կանգնած մնացել եմ։ Էսի գազազել է լրիվ։ Ու ունես նեղ փողոց է, ինքը չի կարա ինձի անցնի, ես պիտի քշեմ, որ նոր ինքը հետևիցս գա։ Ու երկար փողոց է միակողմանի։ Ես քշում եմ հանգիստ, ինքը գազազած նայում եմ, հետևիցս աչու ձախ անում, որ անցի չի կարա անցնի։ Եկանք հասանք Սվետաֆորի մոտ արդեն պիտի բաժանվի մեր ճանապարհները, եկավ կողքս սենց գազազած նայում է։ Հին մարդը սկսեց էլի սենց հին սովորույթները սկսեց մի հատ մեջիցս սենց տակնու վրա լնել։ Միտք եմ ստանում, քաշի դեմը կտրի մի հատ իջի, ոնց որ այն վաղտ էր անում, մի հատ իջի հլաս, դուրը բացի, ասա, ինչ ուզում ասես, ասա։ Ու սենց մեկ էլ այդ ճանապարհը սենց բաժանվում է երկու մասի, ինքը որ անցավ ձախ, ես մնացի աջ, էլ չեմ կարա քաշեմ դեմը կտրե։ Ու եկանք Սվետաֆորի տակ կանգնանք երկուսս։ Հիմա ես որ քշեմ, արդեն կանաչ է, որ քշեմ, իրա դեմքը տենալու եմ արդեն։ Եկա արդեն ասի, ինչ անեմ, Տեր, ինչ անեմ, մեկ էլ մեջիցս խաղաղություն եկավ։ Դու Տիրոջ զավակ ես, դու գիտես ոնց պիտի անես։ Եկա սենց կողքը հասա, պատուանս իջացրեցի, մեկ է տենամ ինքը կներեք մեջտեղի մատացուց, տալիս սենց գազազած, ինձի, ես լուսամուտը բացեցի ծիծաղելով ասի, լավ որ եմ ցանկանում քեզ, մեկ է տենամ ես մարդը լրիվ փոխվավ։ Սկսես խնդալ, ինքն էլ է սենց անում, կներես էլ ինձ ասում է կներես բան, քշեցի, չգիտեմ ջղենանամ թե խնդամ, թե ինչ անեմ, ասում եմ, Տերես ինչ էր, ուտեղ մեր սովորությունը, մեր բնավորությունն է կերտում Տերը, այդ սովորական բաների մեջ, ես կարա էլի նույնը անեի, ու գայ ասեի կներես Տեր, քաշեցի դեմը կտրեցի, հելա սխալ բաներ ասեցի, հա, ինչ կան, մի անգամ էլ եկեք գործենք, գործերով ցույց տանք, որ սիրում եմ Հիսուսին ես։ Հիսուսի վրա թքում էին, ասում էր կներես, թքում էին, խաչում էին, ասում էր չեն հասկանում ինչ են անում, ների։ Ու գիտեք, մենք ինչի համար պետքա ներենք ու օրհնենք դիմացիներին, որովհետև եթե Աստծո այդ մարդը, եթե Աստծո զավակին բան ասում, բան անում, ինքը լուրջ պատասխան ունի տալու Աստծո առաջ։
Եթե դու իրան ազատ չարցակես, չորտնես իրան, ինքը պատասխանա տալու այդ իր արարքի համար։ Ստեփանոսին քարկոծում էին նույն հոգին, ասում էր տերների չեն հասկանում ինչ են անում։ Ինչա ձեզ թվում, եթե չասեր այդ ինչ է լինելու այդ քարկոծողների վիճակը։ Շատ վատ։ Ես չեմ ասում Աստված պատժելու է, բայց Աստված իր երեխեքին պաշտպանել գիտի։ Ոնց է անում, ես չգիտեմ։ Բայց մենք պետքա չլինենք նույն այս աշխարհի մարդկանցից, իրանց պես գործենք։ Պետքա մենք տարբերվենք։ Մի հատ հարևան ունեմ քրիստոնյա է, Հարավային Ամերիկայից է։ Ես մի 30 տարվա քրիստոնյա է։ Դուսը հենց գալիս եմ գործից կամ անցնում եմ, մեկ էլ տենում եմ դուսը թաքուն կանգնած ծխում է։ Հենց ինձ տենում է, ասես խառնվում է լրի բան անում։ Ասում եմ, հարևան ջան, մի խառնվի, ես ով եմ քեզի դատապարտեմ։ Ասում եմ, չես դատապարտում կներես էլի։ Միակ սխալը սա որ անում եմ, բան, ասում թող Տերը ողորմա, դու հասկանաս, սիրո մեջ հասկանաս դա ու էդի որոշումը բաց թողնես գնա։ Ես քեզ չեմ կարա դատապարտեմ, ես ով եմ դատապարտեմ, ես էլ լիքը բաներ ունեմ, որ անում եմ ու հետո մտածում եմ Տեր, էսի պիտի չանեի ես, սենց պիտի չլիներ։ Ու ինքը երեք ինձ հանդիպեցի սեց անում, հետը սկսեցի խոսալ երկու բարձր։ Այսքան տարի եկեղեցի եթում եմ, բայց ասում եմ իրոք Քրիստոսին քո մեջ տենում եմ։ Լուրջ եմ ասում, սենց մի հատ էներգիա է, ասում եմ ես քո հետ խոսում եմ, ամեն ինչ ուզում եմ թողեմ, ուզում եմ սենց կայնեմ խոսամ, լցվում եմ, սենց դու բաներ ես ասում, սենց սկսում եմ խորել, 3 օր իմ մտքի մեջ ֆռում է այդ խոսքը։ Այն օրը մի հատ կլենտա եկել խոսացել եմ, գնացել եմ, մի շաբաթ հետո եկել ասում եմ, մի շաբաթ այդ քո խոսքերը ֆռում է գլխիս մեջ։ Ես չեմ կարող հանեմ էդի ասում եմ։ Ու դրա այդ խոսքերի հիման վրա կյանքը սկսում եմ ուրիշ ձև դասավորել։ Ասում եմ Հիսուսն ինչ ասես, ձեր փորերից կենթանի ջրեր կբխեն։ Այդ ջրերը ասում մեկ էլ լցվել է, իմի իրա գործն անում, Սուրբ Հոգին գործ անում, ընդունի, խմի, ստացի։ Ու շատ կարևոր է մեր կյանքում իրոք ժողովուրդ ջան, որ մեր Աննաքունն էլ ասեց, որ փառաբանության ու երկրպագության համար եմ երկու բառ ուզում ասեմ, որ մենք փառաբանում ենք Տիրոջը, երբ որ գալիս է նեղություններ, փորձություններ, ցավեր, հիվանդություններ, փորձենք այդ ժամանակ փառաբանել Տիրոջը, իր մեծ գործերը պատմենք, Հիսուսի գործը պատմենք խաչի վրա։ Երբ որ դու փառաբանում ես, ինչի ես փառաբանում։ Փառաբանում ես, որ Տերը փառավորվի իր արած գործերի համար, իր գործերի համաձայն։ Գոհանում եմ Տերես, որ դու ինձ բժշկել ես։ Բայց նայում եմ ասում եմ, բժշկված չի, բայց ես գոհանում եմ, որտեվ գիտեմ ինքը ինձ բժշկել է, իմ բժշկությունը ես ստանալու եմ ու ես ստացել եմ։ Ես դրա համար եմ Տիրոջը մեծարում, փառաբանում, որովհետև ինքն է ամենը արել իմ համար։ Իսկ Տիրոջը երկրպագում եմ ես չգիտեմ վերջերս, իրոք, երբ որ դու ծնկի ես գալի երկրպագում ես, դու տեղ ցույց ես տալի, խոնարհվում ես Տիրոջ մեծության, էության դեմ։ Ինքը ով է։ Ու դու բան չունես ասելու, դու խոնարհվում ես ու իր մեծությունն ես դու ցույց ես տալի քո հարգանքը իր մեծության հանդեպ։ Եկեք մենք փառաբանող ու երկրպագող լինենք։ Այս երկուսը իրոք կատարենք մեր կյանքում։ Ու կտեսնեք, որ Տիրոջ հոգին ոնց է մեր կյանքերը փոխում 180 աստիճան, որը որ շատերինս փոխել է, ես վստահ եմ, գիտեմ։ Ժամանակ ունենք մի 15 րոպե ոնց որ եկեք արագ անցնենք մի քանի կետեր բոլորիս արդեն པարզ կլինի Տիրոջ խոսքի համաձայն ինչա Տերը մեզ ուզում ասի, թե մենք ով ենք իր մեջ։ Բացենք Հռոմեացիքի 16:20-ը։
Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի, ամեն։ Ժամանակն է, որ ինքը մեր ոտքերի տակ լինի, ու մեր ոտքերի տակ Հիսուսով ինքը խորտակելու է իրան։ Եբրայեցիքի 2-ը բացենք, երկուսի մեկից։ Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք, որովհետև եթե հրեշտակների միջոցով Աստծու խոսքը հաստատուն եղավ եւ ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժը ստացան, ապա մենք ինչպես պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ զորություններով եւ Սուրբ Հոգու պարգևներով ըստ իր կամքի կամեցված։ Որովհետև հրեշտակներին հնազանդեցրեց այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք։ Մեկը միտեղ վկայել է ասելով. «Մարդն ինչ է, որ նրան հիշես, կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։ Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր, նրան փառքով ու պատվով պսակեցիր, ամեն ինչ նրա ոտքերին ներքև հնազանդեցրիր, որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է»։ Այսինքն Տերը սպասում է իր գալու ժամանակ ամեն ինչ հնազանդեցնելու է։ Այդ ամեն բանը ստեղից որ հասկանում ենք մարդու որդին էին կանչելա, Սուրբ Հոգով լցրել, ինքը տվե իշխանություն ու վերականգնում է այդ ամեն ինչը ու հնազանդեցնելու է իր ոտքերի տակ մեր միջոցով։ Մենք ենք մեր միջոցով է այս ամեն ինչը Տերը գործում ու պետքա գործի։ Մինչև Հիսուսը կգա ու մենք իր հետ հավիտյան կլինենք։ Շատ տեղեր ունեմ գրած, բայց ժամանակի բերումով ուզում եմ կարդանք Ղուկասի 10-ը, Ղուկասի 10-ի 19-20-ը։ Ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին եւ թշնամու ունեցած ողջ զորությունը եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Այսօր քրիստոնյաներն ասում են չեթամ չաղոթեմ, հարվածներ չստանամ, սատանեն կհարձակվի, որ աղոթեմ ընտանիքիս կվնասի, երեխեքիս ես իմ սենց բաներ եմ լսում եմ ասում լուրջ ես ասում է այն օրը մեկի համար աղոթեցի, ես մի հատ մի բան եղավ տունը, բան, այս կողմ այն կողմ, ասում այսինքն դու վախում ես քո իշխանությունը օգտագործես, որ դու մտածում ես այդքան, որ Աստված չկա, որ քեզի պաշտպանի առանց Աստծո տեղեկության, ոնց կարա ինչ-որ մի բան լինի, ինք ասում ես պաշտպանել եմ քո տունը, Հոբի գիրքը, որ կարդում ենք, ասում է դու քո պաշտպանությամբ ցանկապատել ես իրան, ես չեմ կարողանում մոտիկանամ։ Եթե ինչ-որ մի բանի մեջ էլ ընկնում ենք, փորձում ենք, եթե ասում է ձեր մտքերի պատճառով, դուք ընկնում եք փորձությունների մեջ, ձեր մարդկային ցանկությունների պատճառով։
Բայց մի ուրախացեք, որ հոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում, կյանքի գրքում։ Այսինքն ինչ կատարվում է, դուք ուրախ եք, որ այնտեղ գրված է, որ մենք որդիներ ենք։ Շատ տեղեր ունեմ ժողովուրդ ջան խոսալու Փառք Հիսուսին հույսով եմ որ խոսքս իմ խոսքը չէ, Տիրոջ խոսքը հասավ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի գործ արեց մեր սրտերի հետ, տեղիք տվեց մտածելու, խորհելու ու մեր էությունը ճանաչելու, որպես որդիներ լինելու։ Գիտեք, ես այս բանով եմ առաջնորդվում, այս վերջերս, ու շատ ուժեղ գործում, ասում եմ ոնց հավատաս այտենց կլինի։ Ու ես որոշել եմ, ասում Տեր, ես սենց եմ հավատում, սենց անելու եմ, որովհետև դու ես ասե, ու ես չեմ էլ մտածելու ինչ է լինելու, ոնց է լինելու, բայց ես գիտեմ, որ դու կաս ու քո խոսքը կենդանի է ու դու ասում ես, երբ որ սենց անեք, սենց բաներ կլինի։ Վերջ։ Ես էլ չեմ նայելու երևույթին, մարդը բժշկվավ, ես աղոթեցի ինքը էմոցիաներին չեմ տրվելու, որտեղ էմոցիայի հետ կապ չունի հավատքը, հոգով է, էմոցիան սա շնչի, երևույթներն է, որը որ զգացմունքների իման վրա մեզի շեղում է սատանեն միշտ, զգացմունքային է սարքում։ Դե համար ուզում եմ այս տողերը կարդամ ու սրտից դրված է փառաբանության թմի հետ միասին, եթե կցանկանաք ծառայենք, աղոթենք մարդկանց համար, կարիքների ու ամեն ինչի համար, տկարությունների, հիվանդությունների, չգիտեմ, ինչ որ կա, որ մեր Տերը փառավորվի երկնքում։ Մարկոսի 16-15 գլուխ։ Հիսուսը համբարձվում է, ասես գնում է արդեն, ասում են Տեր ուր ես գնում, բա վերջը ինչ է լինելու, ինչ է կատարվելու։ Ասում ապա նրանց ասաց, գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին ավետարանը քարոզեք։ Ով հավատա ու մկրտվի կփրկվի, իսկ ով չհավատա կդատապարտվի։ Հիմա գալիս է հաջորդը։ Նրանք ովքեր կհավատան, ինձի քարոզել են, ես մկրտվել եմ, ես հիմի հավատում եմ։ Ահա այս նշանները կանեն։ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն, ու եթե որևէ մահաց ու թույն խմեն, չեն վնասվի։ Հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ու Հիսուսը այս ամենը ասում է, գնացեք, մեզ է տրված, գնացեք, արեք։ Չի գրում, ես կգամ, ես կբժշկեմ, ինքն է բժիշկը, ինքն է անողը, առանց իրա մենք ոչ ման չենք արանենք։ Բայց ասում է, ով հավատաց, թող գնա, այս բաները կհետևեն, այս նշանները իրանց։ Ես այսօր այս լուրով եմ եկել։ Եկել եմ ձեռքերս դնելու, բժշկելու, օրհնելու, ազատ արձակելու, ինչ որ պրոբլեմ որ կա, Տիրոջ անունից քանդելու։ Օրհնություն խոսալու, լինելու օրհնություն Հիսուս Քրիստոսի անունից։